Ընտրություններից 4 օր անց կառավարությունը որոշեց մյուս տարվա սկզբին բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի, վառելիքի ակցիզային հարկը։ Տնտեսագետները ասում են, որ դա կբերի շղթայական թանկացման։ Դուք էլ եք կարծում, որ թանկացումներ կլինեն։ Դե եթե մի բանը 10,000 թոշակը ավելացրել ու գները բարձրացրել հասցրել են, ինչի մասն է խոսքը։ Ոչ մի փոփոխություն չկա։ Կարելի ասել դեպի բաց։ 10,000-ով մտնում ես սուպերմարկետ, դատարկ դուրս ես գալիս։ Մթերքը բարձրանում է, թոշակը մնում է նույնը, ընդհակառակ, աշխատավարձն էլ հետը ցածր է շատ։ Չէ, մեր երկիր աղքատ երկիրա չի կարա մեծ թոշակ տա։ Մենք այդքանը հասկանում ենք, աղքատ երկիրա ոչ բան չունենք։ Կապրենք կտեսնենք, բալես, մենք չենք կարող, աշխատավոր մարդը ինչ գիտի, ինչ կլինի։ Դա պետական մակարդակով բաներ են, դրանք մենք չենք կարող։ Ամեն ինչն է վառելիքի հետ կթանկանա։ Իհարկե, եթե այդ նույն վառելիքը օգտագործում պարնիկներում չէ օգտագործում, բանջարեղենը կթանկանա։ Եթե վառելիքը թանկացավ, ամեն ինչը թանկանալու է։ Վառելիքի հետ է կապված էլի ոսկու գներն էլ։ Նավթը, որ իջնում է, ոսկին բարձրանում է։ Դրա հետ է կապված։ Հիմա թե մնացած բաները կավելանան, թե չեն ավելանա, սիրելիս չեմ կարող ասել։ Շատ դաժանակ է։ Անցվարություն կարող է նորի վրա կայնես։ Ծխող մարդը չի կարող տալի։ Ես օրինակ երկու պաշկա օրը ծխում եմ։ Շատ լավ, ուրախ եմ դու 1500 դառնա, որ չծխենք։ Չեք ծխի։ Չէ, չեմ ծխի։ Եթե միայն ծխախոտն ու խմիչքն է, չեմ կարծում, բայց եթե էլ ինչ-որ գազը եւ այլն, դա կբերի շղթայական թանկացման։ Ճիշտ ասած գներին չեմ նայում, ինչ պետքա վերցնում եմ, ոչ թե որ ինչ-որ գումարի խնդիր չունեմ, ուղղակի շատ չեմ վերցնում, ինչ չափի պետքա վերցնում եմ։ Կարագի գինը, որը հավոր է, մոտենալ չհնարավոր չի։ Կան բաներ, միսը ինչ որ կարևոր է, դա բարձր է։ Իհարկե կբերեմ, որովհետեւ Ռուսաստանը մեզ էլ չի օգնի։ Ամիսն էլ թանկ է գարտեն։ Եթե վառելիքը գազը բանը թանկեց, ես առանց գազի, առանց բանի եմ ապրում ծմերը, խնդրեմ չունեմ, բայց մարդիկ ինչ կլինեն, երեխա ունեն։ Դրա համար սոսկալի վիճակ է։ Եթե մի բանը թանկանում է, ամեն ինչն էլ հետնա թանկանում։ Դե բնականաբար, բա իհարկե, եթե տրանսպորտը վառելիքը թանկանա, տրանսպորտն էլ կթանկանա ինստինկտիվ։ Մի հոգու համար 2-10,000-ը։ Իհարկե թանկությունը երևում է, բայց ամենայն դեպս կտեսնենք էլ։ Տաքսիները, տրանսպորտները բնականաբար գնային առումով կփոփոխվեն։ 10,000 դրամով ահագին բան էինք առնում։ Կարելի ասել սառնարանը լցվում էր, բայց հիմա ոչինչ չես կարող առնես։ Արժեքազրկվել է փողը ըստ այդ թանկությունների պատճառով։